Սա Մարտիրոս Սարյանի նորահայտ նատյուրմորտն է։ Ինչու նորահայտ, որովհետև ազգային պատկերասրահի վերականգնման բաժնի աշխատակիցները վարպետի 1914 թվականի Գեղչկուհիները դաշտում կտավի խեղված պատկերը վերականգնելիս ստորին շերտում հայտնաբերել են նկարչի ևս մեկ ամբողջական ստեղծագործություն։ 2025 թվականի սկզբին որոշվեց Սարյանի այս գործը ներառել ազգային պատկերասրահի վերանայված մշտական ցուցադրության կազմ։ Այն առաջին անգամ էր ներկայացվում այս ձևաչափով։ Ռադիոլուրին ասում է պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը։ Դրա համար պետք էր խունացած խեղված կտավին երկրորդ կյանք տալ։ Այդ աշխատանքների ընթացքում առաջին եւ ամենակարևոր միջամտությունը դա կտավը իր հենքից հեռացնելն էր, որովհետև յետևում նա փակցված էր ստվարաթղթային հենքի վրա, հենց արվեստագետի կողմից, եւ այդ հենքը հեռացնելու ժամանակ պարզվեց, որ յետևում ոչ թե լոկ ստվարաթղթի կտոր է, այլ ավելի հին աշխատանքի մի հատված։ Բանանով եւ խուրմայով նատյուրմորտ, որի վրա առկա է նաեւ վարպետի մասամբ ջնջված ստորագրությունը։ Վիգեն Գալստյանը պատմում է, որ 1910 թվականին Սարյանը բանաններով մի շարք նատյուրմորտներ է պատկերել, սակայն դրանցից մի քանիսն արվեստագետը հետագայում ոչնչացրել է, հավանաբար իրեն բնորոշ բծախնդրության եւ ստեղծագործական խստապահանջության պատճառով։ Մարտիրոս Սարյանն ըստ Վիգեն Գալստյանի ձգտում էր վերանայելու եւ զտելու իր վաղ շրջանի գործերը, պահպանելով միայն այն ստեղծագործությունները, որոնք լիովին համապատասխանում էին իր գեղարվեստական չափանիշներին։ Այդ ոչնչացված աշխատանքներից մեկը ըստ երևույթին նաեւ այս տեմպերայով արված նատյուրմորտն է։ Երբ որ գործերը իրարից անջատվեցին, պարզվեց, որ նկարչը սոսնձել էր դրանք իրար, սակայն չնայած դրան այս նատյուրմորտի մեծ մասը պահպանվել էր, կային որոշակի ներկաշերտի թափվածքներ, պետք էր այդ սոսինձը շատ խնամքով հեռացնել, առանց վնասելու այդ ներկաշերտը, արվեցին երանգավորումներ, ձգվեց ենթաշրջանակի վրա եւ այժմ կարող ենք ասել, որ ունենք եւս մեկ Սարյան նրա ամենակարևոր շրջաններից ելնող։ Վիգեն Գալստյանը չի բացառում, որ նկարչի ուրիշ աշխատանքներ վերականգնելիս նույնպես այլ գործերի հայտ գան։ Անհավանական չեմ համարում, որ հետագայում այլ աշխատանքների վերականգնման ընթացքում բացահայտվեն նաև այլ աշխատանքների նմանատիպ հատվածներ, որտեղ ակնհայտ է, եթե նա օգտագործել է տվյալ հատվածը այս աշխատանքի համար, հավանաբար մեկ այլ հատվածը օգտագործել է մեկ ուրիշ աշխատանքի համար, եւ դա տարածված պրակտիկա է ոչ միայն Սարյանի պարագայում, այլև արվեստագետների մոտ, որոնք հաճախ են վերաօգտագործել իրենց հին աշխատանքները, որ իրենց նոր մտահղացումները իրականացնելու համար։ Սարյանի նորահայտ նկարից բացի եւս երկու կտավ է ցուցադրվում, որոնք նույնպես պատահաբար են բացահայտվել։ Դրանք նույնպես բացառիկ ստեղծագործություններ են։ Սա Գոհար Ֆերմանյանի աշխատանքն է։ Ազգային պատկերասրահի աշխատակիցներն այն պայմանականորեն անվանում են պիոներական ճամբար։ Նկարը բացահայտվել է 1931 թվականի բամբակահավաք կտավի հակառակ երեսին։ Մենք ենթադրում ենք ելնելով թե սյուժեից, թե ոճից, որ այս գործը պատկանում է նկարչուհու հենց ամենասկզբնական փուլին, երբ որ նա դեռ ուսանում էր Մոսկվայում, Խուտեմասում, հայտնի աշխարհահռչակ նկարիչ Կուզմա Պետրովոտկինի մոտ, եւ գործը հստակ կրում է այդ նկարչի ազդեցությունը, բայց արդեն հետո, երբ որ Երևան է տեղափոխվել, ըստ երևույթին գործը իրեն չի բավարարել եւ մենք տեսնում ենք արդեն կարող ենք կտավի բովանդակությունից հստակ տեսնել, որ շատ ավելի մեծ, կարելի ասել մոնումենտալ չափերի գործ է եղել եւ նա որոշել է այն մասնատել եւ վերաօգտագործել իր այլ աշխատանքների համար։ Հատկանշական է, որ նկարչուհում մեզ հասած վաղ ավանգարդային շրջանի գործերը մեկ տասնյակից էլ քիչ են։ Այդ հանգամանքը նորահայտ կտավին ոչ միայն գեղարվեստական, այլև պատմամշակութային բացառիկ արժեք է տալիս, ասում է պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավարը։
Թվային ռեսուրսները եւ գործիքները նոր հնարավորություններ են տալիս բացահայտելու մինչեւ այժմ լուռ համարվող առարկաների հետևում թաքնված պատմությունները։ Վերջին 2 տարում պատկերասրահը վերանայել է իր հավաքածուի այն բաժինները, որոնք լրացուցիչ ուսումնասիրություն են պահանջում։ Դրա շնորհիվ այժմ հանրությանն է ներկայացվում շուրջ 30 կտավների իսկությունը։ Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն անձամբ է ներկայացնում բացահայտված կտավները։ Քյուրքչյանի նկարն է, սա շատ կարևոր արվեստագետ է, որովհետև իր մասին բավական քիչ կա, ինքը օսմանահայ է եւ Կոնստանդնուպոլսում է ապրել երկար տարիներ, միշտ երկար տարիներ չէ, այնտեղ ապրել եւ իր մասին շատ քիչ տվյալներ կան առհասարակ։ Այսինքն այս նկարը ընդհանրապես որոշարկված չի եղել ով է հեղինակը, ինչ նկար է եւ շատ վատ վիճակում, պատրվածքներով, թափվածքներով ինքը հասել է մեր վերականգնման բաժին։ Մեր վերականգնողները ուղղակի փրկել, հավաքել են կարելի ասել այս կտավը, եթե մենք այստեղ նայենք որոշակի հետքեր, թափվածքներ դեռ կան, կորուստներ, բայց նկարը կարելի ասել վերակենդանացել է եւ մեր վերականգնողների շնորհիվ, մեր գիտահետազոտական կորպուսի շնորհիվ բացահայտվել է նաեւ եւ հեղինակը եւ նրա կենսագրությունը։ Եղիշե Թադևոսյան, Լևոն Քյուրքչյան, Հակոբ Գյուրջյան, Դավիթ Շտերենբերգ, Ալիս Բլինե։ Բոլոր այս արվեստագետներին վերաբերող պատմությունները հետաքրքիր են ու յուրօրինակ։ Ազգային պատկերասրահը մտադիր է քայլ առ քայլ բացելու թանգարանի հետնաբեմը եւ տարբեր նախագծերով ներկայացնելու մշակութային այս կենտրոնի չերևացող գործունեությունը։ Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասում է, որ բացահայտումներ միշտ էլ եղել են, սակայն դրանք երբևէ չեն դարձել որևէ ցուցադրության հիմնական թեմա։ Նրա կարծիքով այս նախագիծը հենց նրանով է շրջադարձային, որ առաջին անգամ էքսպոզիցիայի առանցքում ոչ միայն ստեղծագործություններն են, այլև դրանց հայտնաբերման, ուսումնասիրության եւ վերականգնման պատմությունը։ Թանգարանում տարիների ընթացքում տարբեր պատահարներ լինում են բնականաբար եւ շատ կարեւոր է այդ պատահարների արդյունքում մեր նմուշների պահպանությունը եւ հաջորդ մեր ցուցադրությունը նվիրված է լինելու հենց պահպանության բացահայտմանը։ Ես չեմ ուզի իմ աջակերտները շատ բացել, որովհետեւ եթե մի քիչ էլ շարունակեմ, արդեն պարզ կլինի ինչի մասին է խոսքը։ Ինտրիգը պահելով Մարինա Հակոբյանը հորդորում է՝ սպասեք շարունակությանը։ Թանգարանի կենդանի օրգանիզմը դեռ շատ գաղտնիքներ ունի բացահայտելու։ Աիդա Ավետիսյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։